հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջ ասում։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։ Բարի լույս, բարի առավոտ, սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ միացել եք մեզ նորից այս առավոտյան եւ միասին շարունակում ենք մեր ուղիղ եթերը։ Այսօր մենք միացել ենք մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբոր հետ, Մարսելից եւ Հովհաննես եղբայր, շնորհակալ ենք միացալ մեզ, շատ ուրախ ենք։ Նմանապես, Աբրահամ եղբայր, ես էլ ուրախ եմ ամեն անգամ այս առիթը ինձ համար մեծ շնորհում է, արտոնություն է, այսինքն ինչպես ես սովորաբար ասում եմ, առավոտ շուտ Տերոջը խոսքի շուրջ հավաքել։ Ամեն։ Հրաշալի է սա։ Ամեն, փառք Տիրոջը, Հովհաննես եղբայր, եւ մեզ համար էլ հրաշալի եւ այդ կարոտով, այդ փափագով մենք միանում ենք իրար հետ առավոտյան այս եթերով եւ ամեն անգամ մեզ հյուր են գալիս տարբեր եղբայրներ եւ այսօր կարծես ձեր հերթներ եւ շատ ուրախ ենք ձեզ համար եւ այսօրվա վերնագիրն էլ շատ գեղեցիկ վերնագիրը ուրեմն հայտնության կարեւորությունը ինչ կասեք սրա մասին մի փոքր նախաբան շատ կարեւոր է անշուշտ շատ կարեւոր է դա քանի որ հոգևոր կյանքը ինչ որ պահից սկսվում է երբ որ մարդը հանդիպում է ճշմարտության խոսքի հետ երբ որ մարդը հանդիպում է նրա մեջ ինչ որ բան է արթնանում եւ սկիզբ ունի եւ այդ սկիզբը հենց հայտնություն է իրենից ներկայացնում հայտնությունը տրվում է հավատքի ձեռքով հավատքը տրվում է Աստծո խոսքից այդ պատճառով շատ կարևոր է եւ առավել կարևոր է քանի որ առաջի քայլը անում է մեր Տերը հայտնվում է որովհետև մենք որտեղ գնանք փնտրենք որ նրան տեսնենք չենք կարող նա ես կասեի գերբնական ձևով հայտնվում է վաու դրա համար կարևոր է առաջի քայլը կարևոր է այսինքն դա քայլից հետո ինչեր են տեղի ունենում Այսինքն դա որոշում է ամբողջ քրիստոնեական կամ հոգևոր կյանքի բովանդակությունը, այսինքն հայտնություն, իր մեջ ունի փորձառություն, զգացողություն, ինչ որ տենց վստահություն մենք նախորդ հաղորդումների մեջ շատ խոսեցինք վերստին ծնունդի կարևորության մասին բազմակողմանիորեն, բայց այսօր խոսենք այդ սկիզբը եղող, այսինքն ինչպես է առաջի քայլը տեղի ունենում եւ կտեսնենք ինչպես է կառուցվում, ինչպես է աճում այդ վերստին ծնվածը։ Մի հարց էլ, հա, ասա, ոնց է։ Ըստիս դա գործընթաց է եւ հայտնություններով լեցուն է Աստծո որդու աճը։ Շատ կարևոր է, ամեն։ Բայց կարևոր է ինչու, որովհետև սկիզբ ունի, այսինքն առաջի քայլ ունի այդ հայտնությունը եւ առաջի քայլը անողը մեր Տերն է, իր հոգով։ Հովհաննես եղբայր, հայտնության արդյունքը կարող ենք ասել, որ վկայությունն է, այսինքն
վկայություն ունես, դու վկայ ես դառնում, չէ՞, օրինակ շատ համարներ կան դրա վրա։ Մենք Քրիստոսի վկաներն ենք կամ նրանք հաղթեցին չարին վկայության խոսքով եւ Քրիստոսի արինով հայտնության մեջ, այսինքն վկայությունը հայտնության արդյունք է մի ձևով։ Վկայություն կա, բայց այդ վկայությունը Աստծո էության արտահայտությունն է, որը սեր է, լույս է։ Դա էլ է հայտնություն։ Մենակ թե առաքյալը մեզ սովորեցնում է ասելով, որ չլինի միայն շրթունքներով, հապա գործով եւ ճշմարտությամբ։ Այսինքն մեր վկայությունը նախ լինի կյանքով, հետո խոսքով։ Ամեն։ Հովանեսը խոսքում է այսպեսի, ասում մենք խոսում ենք նրա մասին ու տեսանք, լսեցինք, շոշափեցինք, ինչ-որ Իհարկե։ Եվ Ղուկասը գործկարակելոցը սկսում է այդպես, ասելով, որ Հիսուսը ինչ-որ արեց և սովորեցրեց։ Ամեն։ Շատ լավ։ Շատ լավ, մեր մեջ ախորժակ բացեցիր, Հովանես եղբայր, այս թեմայի շուրջ ավելի խորելու եւ ուշադրությամբ լսելու։ Մի երգից հետո մենք նորից կվերադառնանք թեմային, իսկ հիմա մեզ ելի Հայկուի քրոջ կատարմամբ Երանի նրան։ Եկեք լսենք այս երգը։ Երանի նրան ում Տերն Հիսուսն է, Երանի նրան ում հավատաց, սրտում չունեցավ կասկած, Երանի Հիսուս բրկեց ողջ մարդկությունը, արյուն թափեց մեծ էր այդ կինը, արդարությամբ նա խաչվեց, քո մեղքերը խաչին գամեց, հավատա Երանի նրան ով չտեսավ, Երանի նրան ով հավատա Վերստին են դարձնում կյանքը, հավատա Երանի նրան ով չտեսավ, Երանի նրան ով հավատաց, սրտի խորքից արցունքները վերստին են դարձնում կյանքը Աղբյուրն ես
Երանի նրան հույսն աստված է Երանի նրան Տեր Հիսուսն է Երանի նրան ով հավատաց Սրտում չունեցավ կասկած Երանի նրան ով չտեսավ Երանի նրան ով հավատաց Սրտի խորքից արցունքները վերստին են դարձնում կյանքը Ես չեմ կարող այլևս լռել Ես չեմ կարող սերս պահել Հոնարվում եմ ես քո առջև իմ Տեր Հիսուս Ուզում եմ կյանքս քեզ հանձնել Քո սրտով քեզ Տեր բաշխել Աղբյուրն ես Տեր և օրհնությունն ես իմ կյանքի Ես չեմ կարող առանց քեզ Հիսուս Չեմ կարող Հիսուս ապրել առանց քեզ Թողել ես իմ խավարորեն հեռացրել ես ահանեց կամեն Քո միջիդ լույսը զորությամբ հպվեց կյանքիս Հավատա Կենթանինա Հավատա Իրական է նա Կենթանի է նա Իրական է նա Կենթանի է նա Իրական է նա Այո, ինչպես կարող ենք ասել կենթանի է նա եւ իրական է նա, եթե չունենանք նրա հայտնությունը։ Եվ այսօր մեզ օգնում է ավելի հասկանալու եւ լսելու այս կարևոր թեման հայտնության կարևորությունը մեզ Հովհաննես եղբայր միջոցով։ Սիրելի Հովհաննես եղբայր, սիրով լսում ենք քեզ։ Շատ լավ եղբայրս։ Միանգամից սկսենք այդ մեր նշված համարից, որ ուրեմն Կողոսացիս առաջի գլուխ 27 համարից կարդամ։ Ըստ որում ես կնախընտրեի 26-ից, եկեք 26-ից կարդանք, թեև գրել ենք 27։ Այն խորհուրդը, որ ծածկված էր հավիտենից եւ դարերից, իսկ հիմա հայտնվեցավ իր սուրբերին, հայտնվեցավ, որոնց Աստված կամեցավ ցույց տալ, թե ինչ է այս խորհուրդի փառավոր ճոխությունը հեթանոսներում, որ է Քրիստոսը ձեզանում այն փառքի հույսը, որին մենք քարոզում ենք ամեն մարդի խրատելով եւ ամեն մարդի սովորեցնելով ամեն իմաստությունով, որ ամեն մարդի կատարյալ կանգնեցնենք Քրիստոս Հիսուսումը, որի համար էլ աշխատում եմ ճիգ թափելով նրա ներգործության չափովը, որ ինձանում ներգործում է զորությունով։ Դա մի հրաշալի տեքստ է։ Ուղղակի անգամ ոգևորող։ Ես որովհետև նախաձեռնողը կա, եւ հետո այդ նախաձեռնությունից հետո առաքյալ ասում է այդ պատճառով ես ասենց նվիրված անում եմ։ Նախաձեռնողը ով է։ Առաջի քայլ անողը ով է։ Այն խորհուրդը այսինքն գաղտնիքը, որ ծածկված էր հավիտենից եւ դարերից, իսկ հիմա հայտնվեցավ իր սուրբերին։
հայտնվեցավ, այսինքն առաջի քայլ անողը մեր Տերն է, Ամեն, շարունակությունը հայտնվելու փոխարեն ցույց տալ է ասում, այսինքն բայց ով ցույց տվեց, որոնց Աստված կամեցավ ցույց տալ։ Մենք տեսնում ենք, որ առաջի քայլը միշտ իրենն է, եւ բնական է, եղբայրներ քույրեր, նա աներևույթ, անմերձենալի, այնպիսի հավիտենական հոգի է, ոչ սկիզբ ունեցող, ոչ վերջ, մենք բոլորովին չէինք կարող նրան ինչ որ ձևով ճանաչել, մանավանդ լինելով իր կողմից ստեղծվածներ, եթե ինքը ինքզինք չհայտներ, ամեն, անկարելի է, որ նրան որևէ մեկը ճանաչեր։ Մենք շատ ենք խոսացել այստեղ, նա ինքզինքը հայտնեց բանով, այսինքն այդ հավիտենական հոգի եղող, որը ունի Տերոջը միտք կոչված բովանդակությունը, այդ Տերոջ միտքը արտահայտվեց խոսքով, իր խոսքով։ Իր խոսքը տարբեր է մեր մարդկային խոսքից, իր խոսքը արարիչ է, իր խոսքը Աստված է արարիչ, այս տեսակ մոտենանք հարցի, և այդ խոսքը, որ խոսվեց, նրանով ամեն բան եղավ, ամեն, մենք էլ, և այստեղ է գաղտնիքը, որ ես այսօր ուզեցա ցույց տալ, որ կա առաջի քայլ, որը հայտնություն է, դրանով է հայտնությունը շատ կարևոր, և պիտի տեսնենք, որ այդ հայտնությունը, թեև առաջի քայլը անում է Աստված, բայց դրանով չի վերջանում, դա գոյություն ունի աճ, և այդ աճի գործընթացը անդադար տեղի է ունենում հայտնությունով, նախ և առաջ հայտնությունով, փորձենք դա տեսնել, դրա համար եկեք մի քիչ ավելի առաջ սկիզբ գնանք, օրինակ Հովհաննես ավետարանիչը, Հովհաննես առաջի գլուխ 12-13-ը շատ հայտնի մեզ համարներ են, գիտեք, որ ասում է, որ այդ լույսը, այդ բանը, որ իրականում լույս էր, և այդ լույսը իրեններին եկավ, իրենները չընդունեցին, և 12 համարը ասում է, բայց որոնք, որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են։ Ուրեմն, ես ուշադիր եղա հունարեն բնագրին, այստեղ որդիների փոխարեն գրված է երեխաներ, մանուկ, այսինքն այս Աստծո երեխաներ լինելու, բայց երեխան չի մնում երեխա, նա աճում է, որպեսզի որդի լինի, որդի ստատուսը, այսինքն հասակ ունենա, իսկ որդու չափանիշը մենք գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, այսինքն մանուկը, որ ծնվում է, հասնում է որդու հասակին նմանվելով, կերպարանափոխվելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի բնությունը կրելով, կամ նրա բնությամբ փոխարինվելով, ինչպես հաճախ ասում եմ ես։ Ուրեմն, այս մանուկը, որ ծնվեց որպես Աստծո որդի, ասում է, որ որոնք ոչ արյունից և ոչ մարմնի կողմից ծնվեցին, և ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցան, հետո մեզ փաստում է, որ այդ բանը մարմին եղավ, բնակվեց մեր մեջ, մեր հետ, այսպես ավելի ճիշտ կլինի, գրաբարը ասում է իմեզ, այսինքն դեպի մեզ, մեզ հետ
Մեզ հետ։ որտեվ այդ ժամանակ մեր մեջ չէր կարող լինել, մեր հետ էր։ Մեր մեջ եղավ, երբ որ որպես Սուրբ Հոգի եկավ։ Հոգի է, որ մեր մեջ է, բայց ինքը քանի մարմնով էր, բանը մարմին եղած, մեր մեջ չէր կարող մտնել։ Դրա համար իմեզ այս հասկացողությունը կա։ Մյուս լեզուներում ավելի հստակ է սա, բայց մենք այսպես ենք տարբանել, ինչև է։ Ուրեմն ցույց տալով եւ ինքն էլ մանուկ եղավ, չէ՞, ինքը միանգամից որդու հասակը չունեցավ, նա մանուկ ծնվեց եւ Եսային ասել էր, մեզ մանուկ ծնվեց, բայց որդի տրվեց։ Մանուկը չտրվեց, մանուկը չի տրվում, մանուկը հասնում է որդիական հասակին եւ տրվում է, այդպես է։ Ուրեմն այստեղ էլ նույնն է, այստեղ մենք տեսնում ենք, որ աճ գոյություն ունի Աստծո որդու, բայց այդ աճը, ինչպես քիչ առաջ ասացի, սկիզբ ունի, եւ այդ սկիզբը հայտնությունն է, որովհետև աճելու համար եւ մեր Տերոջը նմանվելու համար, որովհետև աճը նրա հասակին հասնելն է։ Ես ուզում եմ դա էլ մենք կարդանք ուրեմն Եփեսացիս 4-րդ գլխի մեջ, Եփեսացիս 4 Երբ որ խոսում է, որ մեր Տերը մի քանիսին տվավ առաքյալ լինելու, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին ավետարանիչներ, մի քանիսին հովիվներ, սա 11 համարից է կարդում։ Եվ վարդապետներ, ինչի համար, սուրբերի կատարելության համար։ Հասունության։ Քիչ առաջ մենք կարդացինք, որ Աստված կամեցավ հայտնվել իր սուրբերին Կողոսացիսի մեջ, այնպես չէ, եւ պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև որ ամենքս հասնենք հավատքի եւ Աստծո որդին ճանաչելու միությանը եւ կատարյալ մարդ լինենք Քրիստոսի կատարյալ հասակի չափովը, որ այլևս երեխա չլինենք, տեսնում ես, երեխան հնարավոր է երերված լինի, ինչպես ասում է, երեխա չլինենք, երերված ու տատանված վարդապետության ամեն քամուցը մարդկանց խաբեությունովը, որ մոլորեցնեն խաբեբայության խորամանկությունովը։ Այսինքն ակնարկում է, որ աճ պետք է, որտեղ եթե երեխա մնանք, շատ հնարավոր է, որ այդպես մոլորվենք կամ տատանված լինենք, երերված լինենք տարբեր վարդապետություններով, ուրեմն աճը իր մեջ նաև պարունակում է հասունություն եւ հաստատություն, կայունացում։ Այդ պատճառով Աստված մեզ աճեցնում է, աճեցնողը նա է, գիտեք, աճեցնում է եւ այդ աճեցման ընթացքում ամեն этаպում նա հաստատում է этап փուլ առ փուլ, որի վրա հետո նորից պիտի հայտնվի եւ նորից կառուցվի, նորից աճը շարունակվի։ Մի գործընթաց, որը հոգևոր գործընթաց է եւ անողը Աստվածն է, որտեղ ինքն է աճեցնում։ Այս մնացածը, որ 4 կամ 5 ծառայություններ կամ պաշտոններ նկարագրվեց, որ Քրիստոսն է տալիս ոմանց այդպեսին լինելու, նրանք չեն, որ աճեցնում են։ Աճեցնողը Աստված է։ Կամ ջրում են։ Մենք դա լավ գիտենք։ Աճեցնողը Աստված է։ Այս մասին էլ մի քանի անգամ խոսել են։ Եվ խոսել ենք, թե ոնց է լինում, որ մանուկ են մնում կամ շնչավոր եւ չեն աճում, հապա միայն կաթի կարիք ունեն։ Եվ ասել ենք, որ Աստված չի կարող թերանալ աճեցնելու մեջ, թերացողը էլի մենք ենք։ Այսինքն նրանք են, ովքեր որ նշանակված են ցանելու կամ ջրելու։ Սա պարտավորեցնող մի բան է։ Հիմա
ուրեմն բայց ճշմարիտ լինելով սիրո մեջ սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև հիմա կտեսնենք, թե այդ գործընթացը անպայմանորեն անցնում է սիրո միջով։ Սիրո մեջ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը Քրիստոսը, որից բոլոր մարմինը միասին կազմվելով եւ միասին հարմարվելով ամեն հոդվածի ձեռնտվությամբ ամեն մեկ անդամի ներգործության չափով մարմնի աճելը գործում է իր անձը սիրով շինելու համար։ Մի ամբողջական խոսք, որը հնարավոր չի այլ կերպ հասկանալ, այսինքն այնքան հստակ է եւ շարադրված առաքյալի կողմից։ Ուրեմն հայտնության կարևորությունը նորից եմ կրկնում ինչու՞ն է այն վերստին ծնված մանուկի աճն է ապահովելու։ Հայտնությունը ապահովում է վերստին ծնվածի աճը։ Այո, արդեն որ առաջի քայլը ինքը արեց, որ վերստին ծնվեց մարդը։ Այնպես չէ։ Ես հիշում եմ մի տեղ էի, Երևանում էր կարծեմ, եկեղեցիներից մեկում, որ քննում էինք եկեղեցին եւ հանկարծ քույրիկներից ինչ որ մի աղջիկ տեսանք, հարցրեցինք այսինչ եկեղեցին որտեղ է, նայել ասեց ես գնում եմ այնտեղ։ Ո՞վ ասեցի, սա ինչ լավ է։ Դե մեզ ուղղորդի այնտեղ եւ ինքը տարավ այդ եկեղեցին եւ ես այդ բանը պատմեցի, ասեցի ավասիկ ձեր քույրիկներից մեկը երիտասարդ աղջիկ, որ այդպես մենք հարցրեցինք, բանից պարզվում է, որ ինքը հենց գնում է այդտեղ։ Բայց ուզում եմ ձեզ ասել, որ ես ոչ թե եկա այս եկեղեցին, որ տեսնեմ ինչ եկեղեցի է եւ այլն, ես եկել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հանդիպելու, որովհետեւ իր անունով հավաքվածները որտեղ են, նա այդտեղ է։ Ու հարց տվեցի, ասեցի արդյոք որտեղ է Հիսուս Քրիստոսը ձեր համար։ Եվ շատ հետաքրքիր ձևով եւ ճիշտ ձևով իրենց լույսի համեմատ ինձ պատասխանեցին եւ երիտասարդներ էին, ասեցին, որ մեր սրտի մեջ է։ Հիանալի պատասխան, այո, նա մեր մեջ է։ Որտեղ ես ուզում նրան գտնել։ Մեր մեջ է։ Մենք էլ իր մեջ ենք։ Եվ սա անբաժան է։ Մյուսն էլ ասեց, Աստվածաշունչը ցույց տալով, ասեց այստեղ է։ Հրաշալի պատասխան, որովհետև այո, բանը դա է, եւ այդ բանն է, որ մեր մեջ է։ Մենք էլ այդ բանի մեջ ենք։ Եթե ավելի խորը ուսումնասիրենք, չէ որ այդ բանով ենք ծնվել։ Ծնվել ենք նրա նման դառնալու նրա մարմին։ Հիմա տեսնում եք որքան է կարևոր դառնում այս առաջի քայլը, այսինքն հայտնվելը, հայտնությունը Տերոջ կողմից։ Ուրեմն այդ խոսքը, Աստծո խոսքը իր մեջ ունի հայտնություն։ Այդ հայտնությունն է այդ խոսքի կյանքը եւ հոգին։ Եթե միայն խոսք կարդանք, մենք ցույց կտանք, որ կարդալ գիտենք։ Եվ այդքան, բայց երբ որ հանդիպենք այդ խոսքի կյանքին եւ հոգին նրա կողմից հայտնվելու ժամանակ, տեսնենք, որ դա բոլորովին ուրիշ է։ Մենք գործ ունենք բան եղող մի անձի հետ։
որը Հիսուս Քրիստոսն է։ Եվ բնական է։ Եթե ուզում ենք մեկին ճանաչել, պետք է հայտնվի, որ ճանաչենք։ Չենք կարող մեկին ճանաչել, երբ որ ոչ միտեղ նրան ոչ տեսնում ենք, ոչ գիտենք, ոչ էլ այդ մասին լսել ենք, ինչպես ճանաչենք։ Ուրեմն անհրաժեշտ է առաջի քայլ հայտնություն, որ ինքը հայտնվի, որ մենք նրան ճանաչենք։ Բայց ինչպես կարդացինք, միայն ճանաչելը բավարար չէ։ Որովհետև այստեղ ճանաչությունը միայն մտային կամ ինչ-որ գաղափարական ճանաչություն չի։ Իմացականություն նաև։ Իմացականություն չի։ Այստեղ ճանաչությունը պատկանելիության ուրեմն իմաստը ունի։ Պատկանելիության, իսկ դա մեր մեջ ստեղծում է համապատասխանություն եւ հարազատություն։ Այդ ճանաչությունը ներդաշնակություն է պատկանելիության։ Սա է ճանաչությունը։ Եվ եթե այս տեսակ ճանաչություն է, եւ ոչ թե գաղափարական կամ իմացական, կարող ենք ասել նաեւ աստվածաբանական անգամ, որտեղ աստվածաբանականը ես շատ աստվածաբաններ գիտեմ, որ իրականում չեն էլ հավատում Աստծուն։ Այո։ Ոնց որ ժամանակին մեզ սովորացնում էին սովետի ժամանակ աթեիզմ կամ կոմունիզմ, չգիտեմ, անունները գիտական դնելով, բայց իրենք անգամ չէին հավատում իրենց ուսուցմանը։ Մենք այսօր լավ գիտենք ինչ տեղի ունեցավ։ Այսինքն կարող ես դու ուսուցանել, կարող ես սովորել առանց հավատալու այդ սովորածից։ Այսինքն դա չի համարվում հայտնություն։ Չի համարվում հայտնություն։ Հայտնություն չի։ Հայտնությունը այս հայտնությունը տանում է մեզ ճանաչելու նրան այնպես, որ սեր է առաջանում։ Այս ճանաչությունն է։ Որտև այն մտային ճանաչությունը, որը սրտի մեջ սեր չի առաջացնում, դա հարազատ չի։ Եվ քո պատկանելիության մասին չի խոսում։ Այսինքն դա կարա զարմացնի, դա կարա ինչ-որ ձևով արցունքներ բերի քո աչքերից, կարա ինչ-որ փշաքաղացնի, չգիտեմ։ Այո, շատ բան։ Բայց ոչ թե սեր ներշնչի քո մեջ Աստծո հանդեպ եւ միմյանց հանդեպ։ Իհարկե։ Զարմանալի է, շատ զարմանալի է։ Իհարկե։ Վաու։ Գիտես, մասնագետներ կան, որոնք չեն սիրում իրենց մասնագիտությունը։ Բայց շարունակում են աշխատել, որովհետև ստիպված են։ Եվ լավ էլ անում են իրենց գործը, այնպես չի որ անում են, այո, չի ստացվում։ Անում են, որպեսզի շարունակեն իրենց գործը, որպեսզի իրենց գովեն։ Ճիշտ եք ասում։ Այսպես չպետք է լինի հոգևոր ծառայություն։ Մենք չպետք է ծառայենք Աստծո չսիրելով այդ ծառայություն։ Ծառայենք, որովհետև բա ինչ անենք, ուրիշ ինչ անենք հիմա։ Մտել ենք մեջը, ինչ անենք։ Կամ ուրիշ հիմա արդեն ուշ է, ինչ անեմ, ուրիշ բան։ Այս բաները ուրեմն անկարելի են։ Սա չի Քրիստոսին ճանաչել, աճել եւ նմանվել։ Սա անկարելի է այս ճանապարհով նմանվել։ Այդ պատճառով մեր ճանաչությունը, որը հարազատության եւ պատկանելիության շեշտը ունի, բնականորեն մեզ տանում է նրան սիրելու։ Ինչպես մի երեխա, որ ծնվում է, սիրում է իր ծնողը, իր հայրը, մայրը, մանավանդ մայրը, երբ որ փոքր է, չէ՞։ Ամեն։ Այնպիսի հարազատության կապվածություն կա ամեն ինչով, տեսքով, հոտով, համով, լսելիությամբ, հայացքով, ամեն ինչով, հայացքով, իհարկե,
Եվ հետո որ մի քիչ մեծանում է, նաև իմացականությամբ, զգացականությամբ, կամքով ամեն ինչ իր տեղը տեղին են կարգվում ըստ աճելու չափերի։ Հիմա շատ կարևոր բան է սա։ Ուրեմն առաջի քայլը ինքն է անում, հայտնվում է։ Մենք նրան ճանաչում ենք հարազատական եւ պատկանելիության ճանապարհով, իսկ սա ենթադրում է Աստծո գենը մեր մեջ, հասկանում եք, ընդեղ է հարազատությունը, որը ճշմարտություն է, ճշմարտությունը գալիս է հարազատության պատկանելիության տեղ է գտնում ճշմարտության հետ ու վկայվում է, որ դու Աստծո որդի ես։ Դրա համար է Հովհաննես ասում, չէ, ասում էր եղբայրներ գիտենք, որ Աստծո որդիներ ենք, շատ գեղեցիկ բան է։ Չէ, ասում գիտեք, որ Աստծո որդիներ ենք, չէ, ասում գիտենք, այսինքն ունենք այդ հայտնությունը արդեն։ Եթե չունենք, ուրեմն այդ գիտենալը հենց այդ ճանաչությունն է։ Ամեն։ Շատ ոչ թե հասկանալն է, որովհետև գիտենք ու մենք հավատացել ասում։ Շատ սիրուն խոսք է, ամեն։ Ճանաչում ենք, թե ու մենք հավատացել։ Սա է նշանակում։ Իմանում ենք։ Հասկանալը հետո կգա, երբ որ Սուրբ Հոգին կհասկացնի։ Բայց որդիական կամ արյունակցական անգամ կարող եմ ասել, կապը ուրիշ է։ Եվ սա է ճանաչելը։ Եվ այս ճանաչելը բնական ձևով, իրականում գերբնական երևույթ է, բայց խոսքի հասկանալի լինելու համար, մեզ ուղղորդում է նրան սիրելու, չի կարող այլ կերպ լինել։ Եթե մեր ճանաչությունը չի տանում մեր Տիրոջը սիրելու, ուրեմն ուրիշ Հիսուս ենք ճանաչել։ Ճիշտ, սարքել ենք, սենց ասած, կազմակերպել ենք։ Սարքել ենք, ուրիշ ավետարանի հետ գործ ունենք և ուրիշ հոգի առանք։ Ամեն, ամեն։ Շատ կարևոր է սա։ Իսկ եթե սիրում ենք, ինչ է տեղի ունենում։ Նմանվում ենք։ Միանշանակ։ Երբ որ նա հայտնվի, նրա նման ենք լինել։ Շարունակություն։ Երբ որ խոսում էինք մի ժամանակ աստվածպաշտության մասին, աստվածպաշտությունը նրան նմանվելն է, որովհետև աստվածպաշտությամբ է, որ նրա բնությանը հաղորդակից ենք լինում։ Պետրոսն է ասում երկրորդ իր թղթի մեջ, առաջի գլխի մեջ։ Եվ այսպիսով, ուրեմն տեսնում եք, իսկ նմանվելը ինչ է։ Այ ես ուզում եմ թե հարցը տայ ձեզ, Հովհաննես եղբայր։ Օրինակ, երբ որ ասում ենք նմանվել, ինչ նկատի ունենք։ Ինչ նկատի ունենք նմանվել։ Այսինքն կարդանք, տեսնենք ինքը ինչ արել, գնանք մենք էլ փորձենք անել։ Ոչ իհարկե։ Նախ ասեմ ձեզ, որ հնարավոր չի։ Մեր սեփական եսով անել այն ինչ որ ինքը արեց, դա անկարելի է։ Դա միայն ինքն էր որ կարող էր անել։ Միայն Հիսուսը, որ Քրիստոսն է, կարող էր դա անել։ Ինչու, որովհետև մեղքի օրենք չկար նրա մեջ։ Մենք չենք կարող։ Ուստի, ուրեմն նրան նմանվելը, նա ինչպես քիչ առաջ պատմեցի այդ գեղեցիկ պատմությունը, այդ երիտասարդ աղջկա, որտեղ է, ուր է, ինչպես նրան տեսնենք, որ նմանվեն։ Ինչպես ենք նմանվում։ Ուրեմն, տեսնում եք նորից հայտնության կարևորությունը, ճանաչելու, սիրելու և նմանվելու։ Բայց եթե մենք ասում ենք, որ այս Աստվածաշունչն է, այստեղ է ինքը, բանն է Աստծո ինքը, Աստծո խոսքն է, նրա մեջի հոգին և կյանքն է ինքը։ Հետևաբար նրան նմանվել նշանակում է իր խոսքին նմանվել։ Նմանվել բանն Աստծո։ Այլ կերպ ասած, Հովհաննես 14:21 ասում է, եկեք կարդանք, որ ցույց է տալիս այդ
հայտնության կարևորությունը, որ հետո գործընթաց է դառնալու։ Ուրեմն Հովհաննես 14:21-ը Շատ եմ սիրում ես խոսքը։ ով որ իմ պատվիրանքներն ունի եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը։ Ինչ է նշանակում ունենալ պատվիրանը եւ պահել։ Պատվիրանը ով է։ Խոսքը, ինքը։ Խոսքն է, այնպես չէ։ Ինքն է այդ պատվիրանը։ Նրան նմանվել նշանակում է պատվիրաններին նմանվել։ Ունենալ, Ըստ որում պատվիրաններին նմանվել սիրո ճանապարհով, ով որ ինձ սիրում է, չէ՞, եւ նրանց պահում է, նա է ինձ սիրողը եւ ինձ սիրողը իմ հորիցը կսիրվի եւ ես կսիրեմ նրան, սիրել, եւ ինչ կլինի, եւ ինձ կհայտնեմ նրան։ Եվ սա եղբայրներ քույրեր գործընթաց է։ Սա մի անգամ եղած բան չի։ Մեր մանուկից միջև որդու հասակը հասնելու գործընթացի մեջ անդադար տեղի է ունենում սա։ Միայն պայման կա, մենք այստեղ պայման ենք տեսնում։ Երբ որ սիրել եւ սիրվել է տեղի ունենում, այն ժամանակ է նմանությունը լինում, խոսքը պահելը, պատվիրան պահելը, եւ ինքը ինքզինք հայտնում է։ ամեն։ Ահավասիկ, եթե առաջի քայլը ինքը արեց հետևյալ գործընթացը մեկնարկելու համար, հայտնվեց, որ ճանաչենք, ճանաչեցինք, որ սիրենք, սիրեցինք, որ նմանվենք այս խոսքին։ Երբ որ սա տեղի ունեցավ, առաջի քայլը ինքը հայտնվում է նորից։ Այս անգամ կհայտնվի ավելի մոտ կհայտնվի։ Հովհաննես եղբայր հարց ունեմ։ Հա, լավ, ասեք Ես չեմ վերջացրեք։ ուզում ասել ավելի շատ կամ ավելիով, ավելի մոտ, որովհետև խնդիրը սիրելու մասին է, ավելի մտերիմ, սենց ասեմ, կհայտնվի։ Երբ որ ավելի հայտնվի, ավելի կճանաչենք, ավելի կսիրենք ու ավելի կնմանվենք։ Երբ որ սա տեղի ունեցավ, նորից կհայտնվի, այս անգամ շատ ավելի մտերիմ։ Եվ այսպես, երբ որ շարունակենք իրեն նմանվել, վերջին հաշվով կգանք կհասնենք իրեն։ Ամեն։ Մենք կդառնանք ինքը, այսինքն իր մարմինը, իր գլխավորությամբ, որովհետև սա պիրամիդալ տեսք ունի, սա գնում է անընդհատ աճելով եւ մոտենում է մի կետի, այսինքն նրան նմանվելու, նրա հասակը ունենալ։ Ամեն։ Եվ սա սկսում է առաջի քայլով, որ ինքը Աստված հայտնվում է մեզ, ցույց է տալիս ինքզինքը։ Շատ լավ համար մեջ բերեցիք այս վերջին համարը, Հովհաննես 14:21, այստեղ մի փոքր թյուրիմացություն, այսինքն երբեմն իր բովանդակությունը չենք կարողանում հասկանալ այն իմաստով, որ Հովհաննես ասում է, Հիսուս ասում է, ով որ իմ պատվիրանները ունի եւ նրանց պահում է, շատ անգամ մեր մեջ ասացվում է այսպես, կատարում է, այսինքն պետքա տառացի կատարես, սա որ Տերը հասկանա, որ սիրում ես, բայց այստեղ մի քիչ այլ իմաստ ունի, այն իմաստով, որ ոչ թե որ մենք կարող ենք կատարել պատվիրանը, այլ այստեղ հարցը է դա, որ սիրում ենք նրան, պահում ենք մեր մեջ այդ պահելու, ունենալու եւ պահելու process-ն է։ Մենք կարող է տկար ենք, կարող է սխալվում ենք երբեմն, բայց պահում ենք մեր մեջ, այսինքն թույլ չենք տալիս մեր հիշողության մեջ, մեր ենթագիտակցության մեջ ինքը ամբարվում է, այսպես ասած, ինչ կասեք սրա մասին, արդյոք այս մեկնությունը ճիշտ է։
Ատմասի շատ են խոսել նախորդ հաղորդումների մեջ, եթե ոմանք հետաքրքրված են, թող լսեն, ամեն բան պայմանավորված է վերստին ծնունդով, որովհետև վերստին ծնվողը մեր մեղավոր բնույթ ունեցող եսը չի, մեղավոր բնույթ ունեցող եսը մեռնում է, հույս դնել նրա վրա և նրանով փորձել ինչ որ պատվիրաններ կատարել, սկզբից Արսեն ձախողված գործ է, սկզբից ձախողված է արդեն, որովհետև նախ անտեսում է Քրիստոսի խաչը, խաչի կարողությունը, այսինքն դրա մեռնելը, իսկ եթե մեկը դրված է մահվան ճամփի վրա, որ մեռնի, նրանից էլ ինչ ես ուզում, նրանից ոչ մի բան պետք չի, Աստված էլ չի ուզում նրանից ոչ մի բան, Աստված վերստին ծնված նոր արարածից է ուզում, իր սերմով ծնված իր որդին, որի մեջ մեղք չկա, այդ սերմի մեջ մեղք չկա, այս սրանով է հետաքրքրված, սա է որ պիտի աճի, և ինչ անի, փոխարինի այն մեղավոր բնույթ ունեցող եսին, փոխարինի, նրանից մի պահանջեք բարելավում, չի բարելավվի, անկարելի է, եթե բարելավվեր, հենա կբարելավվեր, Իսրայելը կկարողանար հին ուխտը կատարել, կվերջանար խնդիրը, Հիսուսն էլ եկավ ցույց տվեց իր լեռան քարոզով, որ ընդհանրապես հնարավոր չի, այնպիսի բաներ ասեց, Այսինքն այս պատվիրանները չի վերաբերվում մեր հին բնույթին, դրան չի վերաբերվում, սա վերաբերվում է վերստին ծնվածին, որը ունակ է ունենալու և պահելու։ Շատ ճիշտ է, որովհետև պատվիրանները ամփոփվում են մեկ պատվիրանի մեջ։ Սիրիր քո Տեր Աստծուն։ Այո։ Եվ Հիսուսը հրեշտեց դա իր աշակերտներին ասելով ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ միմյանց սիրեք, բայց դա արդեն նոր չէր տակար, բայց ինքը շարունակում է, միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Տեսնում եք, նորից գալիս ենք նրան սիրելու և սիրված լինելու այս գաղափարին, միակ ճանապարհը պատվիրաններ պահելու, սիրելով։ Ամեն։ Դրա համար Հովհաննեսը ասում է, որ իր պատվիրանները ծանր չեն։ Հավատացյալներից մեկը ինձ ասեց, չեմ հասկանում։ Այս պատվիրանները ինքան ծանր են, ոնց կարող ենք կատարել։ Լեռան քարոզը կարդա, տես ոնց պահենք սրանք, ոնց ծանր չի, ոնց ծանր չի, ծանր չի լինում միայն այն դեպքում, երբ որ սիրում ենք այդ պատվիրանը։ Բնականաբար, այո։ Իսկ պատվիրանը սիրել նշանակում է իրեն սիրել եղբայր։ Նորից կանք նույն բանին, ինչպես իրեն սիրենք, ճանաչելով։ Ինչպես նրան ճանաչենք, պետք է հայտնվի, որ ճանաչենք։ Ուրեմն անխուսափելի է։ Ում է հայտնվում։ Այո։ Նրա պատվիրանները ունեցողին և պահողին։ Շատ բան է, չէ՞ տեղ։ Տեսնում ես, այդ բանի, այո, այդ բանի մեջից, այդ պատվիրանների մեջից մի այնպիսի բան է հայտնվում, որ մեզ ճանաչության է տալում նրան սիրելու և բնականաբար այդ պատվիրանը ոչ թե քո մեղավոր բնույթով չկռնես, որ ինչ որ կարողանաս անել, անգամ եթե հաջողես, ինչ մի փորձառությունը ես ունեմ, անգամ եթե հաջողվես, դա կտանի քեզ հպարտության և ոչ թե դա քեզ սիրով չի տանի, չես կարող այդ քո հպարտությունով եղբորդ սիրել, որ միջև քո կյանքը անկարելի է, որտեղ դա բնական երկրային ճանապարհով ես փորձում անել, քո եսի շուրջն է պտտվում, եսակենտրոն է դա, իսկ
Այն կառույցը, որի մասին մենք խոսում ենք, հայտնվել, ճանաչել, սիրել եւ նմանվել, սա Քրիստոսակենտրոն է, Ամեն։ որտեղ այդ շրջանները փոքրանում են եւ դառնում են նա, նպատակը նրան նմանվելն է։ Ուրեմն նա է առանցքը, նրա շուրջն է պտտվում։ Մենք որ միշտ սիրում ենք ասել Քրիստոսակենտրոնը, Քրիստոսակենտրոնը սա է, որ նա հայտնվի, նրան ճանաչենք, սիրենք եւ նմանվենք կամ պատվիրան պահենք, որը մենք հասկացանք, թե ինչումն է։ Սիրո ճանապարհով, ուստի ոչ թե պարտավոր ենք կամ պետք ենք մեր մեղավոր բնույթ ունեցող եսով ինչ որ բան անել, որ այդ եսը բարելավվի, ոչ, հապա վերստին ծնվածը սիրում է այդ պատվիրանը։ Ամեն։ Չի կարող սիրել ինքը այդ սերմից է ծնվել։ Այդ սերմից է ծնվել եղբայր։ Եվ նա գիշեր ու ցերեկ մտածում է Աստծո խոսքի վրա եւ իր հաճույքը իր օրենքի մեջ է։ Առաջի սաղմոս, ոնց կանենք չհիշեք։ Այո, Տերը օրհնի մեծ լսողներին, որ տեսնեն սա ինչպես է լուսավորվում Աստծո խոսքի ամբողջականության մեջ, որը ապարտադիր պայմաններից մեկն է ճշմարտության հետ գործ ունենալու։ Մյուս պայմանը սա է, որ նրան մեր լսածը, մեր հայտնվածը տանի նրան ճանաչելու, սիրելու եւ նմանվելու, սա շատ կարևոր պայման է, եւ երրորդ պայմանը նույնքան կարևոր, որ Աստծո մեծությունը փառքը չնսեմացնի, չփոքրացնի։ Հանկարծ չլինի, դեռ ստացվի, որ Աստված շատ ալուսում, բայց չի կարող։ Զգուշ պետք է մնանք այս տեսակ քարոզություններից։ Ուրեմն գալով քանի որ մեր ժամանակ արդեն մոտենում է, կարճ կարող ենք ասել, որ վերջին հաշվով վերստին ծնունդով վերականգնվում է Աստծո պատկերը, որը մարդ արարածը մեղքի պատճառով կորցրել է, դարձել է մահկանացու, դարձել է ապականյալ եւ այլն։ Ուրեմն սա է կյանքը եւ կյանքը նրանով է։ Ուրեմն թող Տերը օրհնի եւ մեզ լուսավորի որպես լուսավորտիներ, որպեսզի այդ լույսը ունենանք մեր մեջ եւ նա ներսից դուրս կարողանա ճառագայթել, ներսից դուրս ոչինչ չխանգարի նրան, իսկ նրան խանգարողը մեղավոր բնույթն է, որքան նա մեռնի, այնքան այդ լույսը առատորեն ճառագայթի մեզանից եւ այդ ժամանակ կդառնանք աշխարհի լույս, իրեն նմանվելով։ Ամեն։ Եվ ինչպես ասացի, Քրիստոս մեր մեջ եւ մենք նրա մեջ անբաժան են։ Ինչպես ինչ որ սերմ, որ հողի մեջ գցում ես, անբաժան են իր արմատներից եւ վերևը երևացող պտուղից, անբաժան են։ Եթե բաժանես, ոչ պտուղ կլինի, ոչ արմատ։ Նրանք միասին են։ Եվ այսպես է, որ մենք Քրիստոսի մեջ արմատ ենք գցած եւ նրա մեջի բովանդակությունը, կյանքը, պարունակությունը, հոգին աճում է եւ մեծանում է այս մարմնի մեջ։ Եվ քանի որ այս մարմինը ունի մեղավոր բնույթ եւ թշնամություն կա հոգեվոր հոգու խորհրդի եւ մարմնի խորհրդի միջեւ, համատեղություն հնարավոր չի։ Չեն կարող թշնամիներ նույնտեղ ասել ես ես սենյակում դու ես հնարավոր չի։ Մի փորձեք համատեղել այս երկուսը։ Մեկը պիտի մեռնի, մյուսը աճի այդ մեռնելու չափով։ Եվ սա է այդ գործընթացը։ Ամեն անգամ, երբ որ Հիսուս հայտնվում է այս հոգևոր աճի մեջ, ուրեմն անպայման մահ կա։ Չի կարող մահ չլինել։ Եվ սա Քրիստոսի խաչը, թաղումը եւ
հարությունը դարձնում է մի հիանալի գործընթաց Աստծո որդու աճի համար։ Ամեն։ Շատ կարևոր էր, այո։ Ես շատ սեղմ եմ ասում, այսինքն խտացված, բայց ինձ թվում է, որ նրանք ովքեր Աստծո խոսքը լավ գիտեն, կհամաձայնեն իմ հետ, որ սա այսպես է, այլ կերպ հնարավոր չի։ Ամեն։ Հովհաննես եղբայր, շատ կարևոր թեմա է եւ այսպես բացահայտումներ ունեցանք նորից կրկին անգամ թարմացավ մեր մեջ այս խորհուրդը կարելի ասել, որովհետեւ հայտնության մասին մենք շատ երբեմն սխալ պատկերացում ունենք, իմացականության հետ են կապում, ինչպես դուք ասացիք, գիտության հետ են կապում, չգիտեմ, պատմական փաստերի հետ են կապում, շատ բաներ կա, բայց ես այսօր հասկացա, որ ինքը ցուցիչ ունի, ինչով մենք հասկանում, որ մենք հայտնություն ունենք, մեր կյանքի փոփոխությունով, մեր նոր մարդու աճով, այն վերստին ծնունդը, ինչի մասին դուք խոսացիք, երբ որ նկատում ենք, որ նա օրեցօր աճում է եւ ճանաչողություն է ձեռք բերում, սա ցուցիչն է այն բանի, որ մենք ունենք հայտնություն։ Ուրիշ բաներ չխառնենք սրա մեջ։ Ուրիշ կողմնակի երևույթներ չխառնենք այս հայտնության մեջ, այսինքն հստակ ես հասունացել եմ, ուրեմն այդ հայտնության արդյունքում է, որ հասունացել եմ, որ ինձ ճանաչողություն է բերում եւ փոփոխություն կյանքիս մեջ օրեցօր։ Եվ երկրորդ բանը, ինչ որ ես հասկացա, ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ ասեք այո, ճիշտ է, հասկացել կամ սխալ։ Երկրորդ բանը սա է, որ այդ հայտնությունը ոչ միայն ինքնանպատակ, որ ես հասունանամ, այլ նաև այդ կապվածությունը զգամ հայտնություն ունեցողների հետ, հասկանամ, որ ես այդ օրգանիզմի մի մասն եմ, այդ մարմնի, որը ղեկավարվում է գլխից, այսինքն որն է Քրիստոս։ Այս երկու կարևոր հանգամանքներն են, որ ապացուցում են, որ ես հայտնություն ունեմ իր խոսքից կամ իրենից, ճիշտ եմ հասկացել, թե ոչ։ Ես կամփոփեմ այն խոսքով, որը նույնպես մեզ համար շատ հարազատ է, որ եթե լույսի մեջ քայլենք, ինչպես ինքը լույսի մեջ հաստատեցիր, ուրեմն հաղորդություն կունենանք միմյանց հետ։ Շատ զորավոր է։ Մեջ քայլողները, այս գործընթացի մեջ մտածները, նրան նմանվելու ճանապարհին իրարել են մոտենում։ Միանշանակ։ Բոլորս մի կետին ենք գնում, իրար ենք մոտենում, իրար ենք նմանվում եւ վերջին հաշվով նմանվում ենք Քրիստոսի։ Գիտես, առաքյալը երբ որ ասում է ինձ նմանվող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսի, նա ի նկատի չունի իր եսը, տեսեք ես ինչպես եմ, նա ուզում է ասել, որ այս գործընթացի մեջ եմ, Քրիստոսին նմանվելու գործընթացի մեջ եմ, դուք էլ ինձ նման այդ գործընթացի մեջ եղեք։ Ամեն։ Ես հայտարարում եմ, որ այսպես է, որովհետև հակառակ դեպքում մենք էգոիզմ ենք կարոզում։ Սա էգոիզմ չի, տեսեք հա, ինձ նմանող եղեք, ինչպես ես Քրիստոս, այդպես չի, ինքը էգոիստ չէր, ինքը մեղավորների գլուխն էր, ինքն է ասում։ Հասկանալի։ Ուրեմն այո, ինքն էլ նույն գործընթացի մեջ է եւ մեզ հրավիրում է, որ մենք էլ նույն գործընթացի մեջ լինենք, ասելով ոչ թե հասել եմ կամ կատարյալ եմ, այլ հետինները թողում եմ եւ նկարտում եմ այն գլխավոր նպատակին։ Չեմ ասում թե հասել եմ, տեսնում ես։ Բայց նրանք, ովքեր այս կանոնով վարվում են, ասում են մենք որ կատարյալ ենք, այդ նույն խորհուրդը ունենանք եւ նույն ձևով վարվենք։ Քրիստոսի միտքը ունենք, չէ՞։ Այսինքն եղբայրս Քրիստոսի մահվան կերպարանակից լինելով նրան ճանաչենք նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքներին մասնակից լինելը, բայց պայմանով որ նրա մահվան կերպարանակից լինելով է որ սա լինում է։ Ամեն։
Ամեն, փառք Տիրոջը, Հովհաննես եղբայր, շատ շնորհակալ ենք եւ քանի որ հիշեցիր այս խոսքը Հովհաննես Արաքյալի մեջ բերած լույսի մեջ քայլենք ինչպես նայել լույսի մեջ եւ հաղորդակից լինենք ինչ գեղեցիկ process է գնում եւ այնտեղ մի ուրիշ զարմանալի խոսք է ասում այդտեղ է որ Քրիստոսի արյունը ակտիվանում է մի քիչ մեր տեխնիկական լեզվով այսինքն երբ է ակտիվանում Քրիստոսի արյունը որ մեզ մաքրում է բոլոր մեղքերից երբ որ լույսի մեջ ենք եւ հաղորդակցում ենք լույսի մեջ իրար հետ եւ այնտեղ Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքերից հետաքրքիր ճանապարհ սա պետքա մեր մեջ այնպես դաջվի իհարկե մենք բոլորս լուսով որդիներ ենք չէ այդպես է ասում ամեն մինչդեռ լույսը ունեք հավատացեք լույսին որ լույսով որդիները լինեք եւ լույսով որդիները դեպի լույսն են քայլում լույս դառնալու ինչպես հիմա ասացի բայց այդ լույսը մեր ներսն է ներսից դուրս պիտի ճառագայթի անգարողը մեղավոր բնույթ ունեցող եսն է որը լույսի մեջ քայլելով արտահայտվում է եւ Քրիստոսի արյունը սկսում է գործել նրան ոչնչացնելու այսինքն մեր ես այլևս թաքնվելու տեղ չունի հա ասենց ասած լույսի մեջ են եւ նա չի կարող թաքնվել եւ նա չի կարող բնակվել լույսի մեջ եւ արյունը նրան եւ նույն ժամանակ հենց նույն աճն է Աստծո որդին լուսով որդին աճում է իսկ խավարի որդին մեռնում է Եվ բոլորս այս գործընթացի մեջ ենք, լույսի մեջ քայլում ենք, որպեսզի իր արյունը գործի։ Այս պարագայում մենք հաղորդություն ունենք իրարու հետ, հետևաբար ոնց կարող ենք մեկս մեկ դատել կամ ինչ-որ մի բան անել, բացի մեկս մեկ սիրելուց, եթե նույն գործընթացի մեջ են։ Ամեն։ Հնարավոր է Քրիստոսի մեջ ատելություն մտցնել, ոչ։ Հնարավոր է Քրիստոսի արմատներից նրա մեջ արմատ գցած լինելով նրա բովանդակության մեջից ատելություն բերենք մտցնենք մեր մեջ եւ ատելություն աճի ոչ այդ սերմի մեջ մեղք չկա հետեւաբար նրա միայն Սուրբ Հոգու պտուղը կարող է առաջ բերել Վաու Հովհաննես եղբայր, չեք պատկերացնի ինչքան շնորհակալ ենք այս թեմայի համար, որ բերեցիր եւ իրոք մեր հոգիները, սա քաջալերական թեմա է, սա ապրեցնող Սուրբ Հոգու գործը հենց դա է, որ մեզ ապրեցնի եւ այս թեմայի մեջ նաեւ կա մխիթարանք, ինչ ասեմ, արթնություն, այլ ինչպես է լինում արթնությունը, եթե ոչ այսպես, երբ որ նորից վերանայելով հասկանում ես, որ քեզ լույս է պետք, ուղղակի քայլել լույսի մեջ եւ նրա պատկերին կերպարանակից լինել եւ սա հենց հայտնության արդյունքում է։ Տեր օրհնի ձեզ շատ, շնորհակալ ենք Հովհաննես եղբայր։ Ես եմ շնորհակալ Տեր։ Եթե կոչ ունեք սիրով եւ ձեր աղոթքով ավարտենք։ Կոչ անեմ եւ աղոթենք։ Կոչս հետեւյալն է, որ բոլորս սիրենք Աստծո խոսքը։ Այնտեղից է, որ տրվելու է հավատք եւ հայտնություն, որը դառնալու է ճանաչություն։ Այդ ճանաչությունը սիրելու ենք եւ դառնալու ենք այդ նույն խոսքը։ Ամեն։ Վաու։ Ամեն։ Աղոթենք եղբայր։ Ամեն։ Աղոթենք եղբայր։ Երկնավոր Հայր, անչափ շնորհակալ ենք քեզանից։ Այն ներշնչումի համար, այն հոգու համար, որ քո խոսքդ պարունակում է։ Ինչպիսի գանձեր, ինչպիսի հայտնություններ է պարունակում եւ դեռ որքան պիտի հայտնես մեզ անսահման բնույթ ունեցող բանն է այնպիսի մի գետ է որը հորդում է երբեք չենք ծարավի երբեք չենք անօտանա մեզ համար թե ջուր է, թե սնունդ է, թե աճ է, շատ մեծագույն ձևով երախտապարտ ենք, որ հայտնվեցիր մեզ, որ առաջի քայլը արեցիր Տեր, որովհետև առանց դրա մենք խավարի մեջ կմնայինք։ Շնորհակալ ենք կրկին անգամ։ Երկնավոր Հայր, իհարկե այս գործընթացը, որը սկսել ես, իր մեջ պարունակում է եւ ծորություն եւ Քրիստոսի չարչարանքներին մասնակից լինել։ Դուր որ ըմբռնենք, դուր որ կարողանանք այս կյանքը սիրել
եւ քայլել այդ լույսի մեջ, ինչպես դու ես այդ լույսի մեջ, քեզ նմանվելով։ Փառքես Տեր։ Սիրելի Հայր, քո փառքիդ համար ենք խնդրում եւ միմիայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառքես Տեր։ Ամեն։ Ամեն։ Փառքես Տեր։ Վաու։ Հովանես եղբայր, նորից կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում քեզ այս թեմայի համար, իրոք շատ հրաշալի էր փառք Տիրոջը, որ Աստված խոսում է իր խոսքի միջոցով մեր սրտերի հետ, արթնություն է տալիս մեզ, արթնությունը հայտնության հետ ուժեղ կապ ունի, կա հայտնություն, կլինի ուրեմն կա հայտնություն, կա արթնություն, չկա հայտնություն, չի լինի արթնություն, շատ ուժեղ կապ ունի իրար հետ, եւ թող Տիրոջ արթնության հոգին թափի մեզ վրա։ Տեր օրհնի ձեզ շատ, հաջողված եւ օրհնված եղեք Հովանես եղբայր, կարծում եմ մինչեւ նոր տարի նորից դեռ ժամանակ ունենք հանդիպելու, այնպես որ փառք Տիրոջը եւ մի բան էլ կխնդրեմ մեր քույր եղբայրներին, ճիշտ ասած ես որոշել եմ որ չխոսամ, բայց ստիպված եմ խոսալու այն գործի համար, որ անում ենք, մոտավորապես 210,000 դրամ հավաքվեց եւ մենք արդեն որոշել ենք որտեղ պետք է անենք այդ գործը, որ գյուղում Վարդենիսի գյուղերից մեկում պետք է անենք, հասնենք սահմանամերձ գյուղեր կան այնտեղ եւ նվերները արդեն այսօրվանից պետք է գնվի եւ հասցվի այդ գյուղը երեխաներին եւ ավետարանվի, կարճ եմ ասում այսպես։ Սա լուրջ հոգեվոր ծառայություն է։ Բացի խոսալուց գործի կարիք կա գործ անելու։ Մենք մեր այսպես ասած համեստ հնարավորություններով ինչ որ բան հավաքվեց եւ ստիպված եմ նորից ասելու քուրեր եղբայրներ, որ կարող ենք մեկ գյուղի համար այս գումարը օգտագործել, բայց շուրջելի գյուղեր կան եւ ստիպված եմ ասում սա, որ գոնե կողքի գյուղերն են ինչ որ ձևով հասնենք եւ այս երեխաներին ուրախացնենք ծննդյան նվերներով եւ խոսենք Աստծո խոսքի մասին, տուն առ տուն, այնպես որ դեռ շարունակում է գործընթացը, ես որոշել եմ չխոսամ, բայց քանի որ արդեն գումար էր հավաքվել եւ գործը սկսել են եւ կողքի գյուղերն է կարիք ունի, ասացի լավ խոսեմ, այնպես որ ակտիվ եղեք այս հարցում, եթե Տերը ձեր սրտում դնի մասնակցեք այս ծառայությանը ձեր ինչ որ լինի, ինչ որ կարող եք գումարով, մենք շատ ուրախ կլինենք եւ ձեզ ամեն բան տեղյակ կպայենք։ Կապվեք ինձ հետ Facebook-յան էջով, արդեն իմ Facebook-յան ընկերներս կարող են ինձ գտնել, այնպես որ փառք Տիրոջը։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Տեր օրհնի ձեզ, կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Ժամանակը պիտի փրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջին հայացքը ողջերս։ Սարան իր Տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։